կյանքը քո դառնում երբ փառքով վերև ես ավառնում մի մոռացիր մարդ մնալ կյանքում որտեղ կա վերել կան նաև անկում Սոսկալի ֆիլմի պրոդյուսերն եմ դες թվում է թե պրոդյուսեր լինելը հեշտ բան է Մկերս ադրել եմ մկերս Սոկի բաժակները եկան, ապրես Բրոն հանգ ստոքսիորը, ինչ կործում ես, արա Զուկերով լծեմ մեջ է, ես պադրասում Շատ դժվար բան է, եթե դու աշխատում ես Հարութ Շատյանի հետ Ռեժիսորը իմ ֆիլմերի արդեն 5-րդ նախագիծն է, թե 6-րդը Հարութ Շատյանն է եւ սկսեցի նիհարել Ես սաղ նիհարել ես իմ ռեժիսորից, անկեղծ ես ասեմ, ամեն ինչ ուզում այսօր խոսանք անկեղծ Ես ֆիլմի ռեժիսորն եմ ու մոտարապես 4 ամիս զբաղվել եմ այս նախագծով, որպեսզի հիմա նստեմ ու ասեմ իմ սրտի ուզածը La puta Macara, Sotore Cabertana! La puta. Hijo de la puta madre Famoso idiota Con todo Просто гжано часто езден Ֆիլմը սկսելուց առաջ մի քանի օր նախապատրաստական աշխատանք ենք արել տան մեջ լիքը դասավորելու բաներ կար, նկարներ ենք փակցրել պատերին, այլ դեկորացիաներ ենք բերել, ռեկվիզիտներ, որ տունը լցված լինի։ Չնայած տունը շատ լավ տուն է, ուղղակի մեջի դասավորվածությունը ագին փոխել ենք։ Այդ գործի համար, այդ աշխատանքները անելու համար մեզ լիքը մարդ է օգնել, որի համար բոլորին հատառած շնորհակալ եմ։ Մամայս նկարնա Ես նոր ֆիլմի շրջանակներում Սոսկալի Շատերը երևի գիտեն, որ նկարումը սկսելուց առաջ ափսե ենք կոտրում Ուզում եմ, որ սենց անփորձակ ու լավ նախագիծ լինի բոլորիս համար Աստված մեր հետ Շահյան ջան Իրար հետ, գնաց Հետաքրքիր պրոցես է, բոլորը հավաքվում են, նկարվում են, ափսեն են նկարում, հաճելի մթնոլորտը ի սկզբանե ստեղծվում է։ Գնացի հիվանդանոց, ասացի, որ պրոդյուսեր եմ, ներկայացրեցի ում հետ եմ աշխատում, 50% զեղ չեն տվել։ Даже օրերկա ձերի բուժում։ Նայեք, ես երեխեք, դուք չեք պատկերացնի ինչ ուդար է իմ համար։ Հիմա նայել է ասել առաջի սերիայում լրիվ ուրիշ կոֆե է դրած սեղանի վրա Ժողովուրդ նայեք դուք մի հատ հովանավորդ որ 20 րոպե խոսակ կմազեր կթափի Հիմա դու ջողում եք մենք նկարել ենք լրիվ ուրիշ բան այդ կոֆեն լրիվ չենք նկարում ընկերյա ու առաջի սերիա Մեծ սիրով եմ աշխատում թիմի հետ, որովհետև բոլորին շատ սիրում եմ, բոլորը իմ ընկերներն են։ Ու այդ ամեն ինչը գալիս է մեր պրոդյուսերից, որը մեր ընկերն է, մեր հարազատն է, ու այս ամեն ինչը մի բանի մասին է։ Մենք բոլորս մի ընտանիք ենք դարձել ու բոլորս սրտացավորեն ենք մոտենում մեր գործին ու ամեն ինչ անում ենք մաքսիմալ լավ, որ հաջողի պրոյեկտը ու վստահ եմ, որ հաջողելու է։ Անդրադառնամ Սոսին, շատ լավ պրոդյուսեր է։ Քթի մաս, ռեժիսորն ընկեր։ Մի օր չի եղել, որ հանգարց բողոքի ու դրա համար կարծում եմ իմ կյանքի տեսած ամենալավ պրոդյուսերներից է։ Տեսարան կա, ասում եմ, նավա պետք, յախտի վրա պետք է լինի, ասում եմ Շահյան ջան, կարա այդ բանը չլինի յախտի վրա, լինի, օրինակ չգիտեմ, այգիում, չէ, յախտա է պետք։ Գիտես, ոնց որ մի թիմ լինի, որ իմ դեմ աշխատի։ Մի հատ է հուարա։ Օպերատորները շատ են նստած են, ասում եմ շտացի, ինչ ռոնի աղբեր, սենց կվեկալենք, սենց կանենք, դրա սենց պակա սենց իար դա չսենց նկարում, օպերատորը, երկու օպերատոր են նկարում, սենց բերում է կամերա, սենց ընթացքում տալիս է մյուսին, վեկը շարունակի, հոգնել եմ։ Արդ մտակադը։ Բայց ասեմ, այս սաղ ամեն ինչի մուտիտից թվում է ռեժիսորն անում,
դες բան ունի, էլի, գրքով ավարտածներ են, նրանք մտածում են թե իրանցը սկսել եմ էլ հացեր չուտել, անկեղծ ասեմ, որտեղ իմաստ չկա։ Սա ոտդ քաշում ես, քեզից բամբասում են։ Չի կարելի, ձեր կինոյի պրոդյուսերն եմ ես։ Միսակյանը, Ռոզին, Գրիմյորը, սա մուտիտը Շատյանից է գալի։ Մի օր չի եղել, որ հանգարց բողոքի։ Դա ինքը просто գլավնի, ամեն ինչ անում է, այդ որից օբշի մուտիլովկի ստեղծե իմ դեմ։ Պատրաստ 3-4 գնաց։ Абսուրդ, ուրեմն ասում զվուկ ավիկը ջան ծամոնը բերանը չեմ ջողում սա ասում ձեն լսում ես ասում ապե նորմալն է կարող ես 5 կինո արել ենք վատ տեղը ձենը չեմ ջողում ընկեր Չի կարա կադրը միկրոֆոնը լինի, տակից գրի, ու դու ուզում ես գրի։ Քաշի ախպերս, քաշի, սոս բայ, մատոր։ Գնում ապա։ Չեն նկարում արտակին։ Մատոր, սոս մենակ, գնացին։ ասա նորից արտա Աբո մեջքից ցավն անցավ Իմ մեջքը որ ցավում էր մեր այդ յոդով կլետկա էր անում Խոսած Ֆրանսիկյանից սոսի։ Գնում աստով չեմ տղա Պապ մաման իմ հանրագիտարանն էր դու իմ թև ու թիկունքը Տեսան, ասենք նկարում ենք հուզումնալից տեսանը, չգիտեմ, պապին լացում է աղջիկը ուզում է, չգիտեմ, իրան մի վնաս տա, տղան բարդություններով հազիվ ապրում է, այդ ամեն ինչի մեջ, այդ լացու կոցի մեջ ասում է պապի պետք է ձեռդ հովանավորի սոկը լինի կամ կոֆեն կամ շուրբան Պապին սենց լացելով պահում է ձեռը ու որտեղ մենք է նկարելուց ասում ենք պտտի որ երևա ինչա ու սենց լացում Բարի օր Ես ինչ ես անում Հա չէ դե ֆրցերամ լեռնեմ քեզ ճիշտ է ասում սոսը մի հատ էի ֆրցերա էլի Տենց մեզ պետք չի ցույց տալ Լուի ձևի հակառակը բռնի Նա պատտացրել ուղիղ հակառակը տենց Դե միակ լավ բանա որ կա այս ամեն ինչի մեջ իմ հովանավորներն են շնորհակալություն եմ հայտնում իմ հովանավորներին շնորհակալություն եմ հայտնում իմ հայ ժողովրդին իմ հերոսադիտողին ասա մեկ էլ մարդիկա որ կոմենտ են գրում են որ ապե սաղ կինոն ռեկլամ է ցավները տանեն ես էլ ձեզ իրականում հասկանում եմ եթե իրականում ուզում եք առանց գովազդի կինո նայեք $200,000 կտեղադրեմ իմ հաշվի համարը տղա ուղարկում եք նայում եք առանց գովազդի եթե չէ հանգիստ նստեք տեղներդ հանգիստ նստեք ու նայեք Մյուս ֆիլմը որոշել ենք որ դերասանների փոխարեն վերցնենք հովանավորների պրոդուկտները ասենք մակարոնը խոսա ջրվեժի հետ ու տենց նկարենք ֆիլմը որովհետև էլ արդեն ստեղ է հասել էլ չեմ կարում Չի կարելի մեկը մեկ լավ բան չասեց ասես սոս ջան հալալ է եկել ես 4.5 տարի Ամերիկա արդեն 15-րդ ֆիլմն ես նկարում մեզ ուրախացնում ես ապրես դերասանները իրենց իրաց գործով են զբաղվում Բարև քեզ մենակ եմ տանջվել մենակ էլ վայելելու եմ Ընկել ենք խառը գործերով սկիա նորմալ չենք էլ տեսել Մոտիկից Ոչ մի խանգարի թող ռելաքս լինեմ Դու գիտես Ոչ Նովելի Ապո Ասել ու սարի ես մոտա Գանի արասոս Էրիկա, մազարի կթրջենք տենց։ Դու սարեք շորավանյան Շատյան ջան ինչ պետք է աներ Հալա մաքսիմում Uber պետք է քշեիր Ինչ պետք է աներ Արա գործով զբաղված քեզ դժգո քեզ իմ դեմ էլ է չեմ հասկանում ախպեր Եկա ինքս Չեմ ուզում տենց բողոք դիտարկես ամեն ինչը
բայց եթե հնարավոր է, ասենք մյուս պրոյեկտ մի քիչ ուրիշ պայմաններում աշխատենք, շատ եմ խնդրում, ուղղակի էլ չեմ կարում սոսի հետ լեզու գտնեմ։ Ահագին մարդ եմ շփվել դատարական ավարտածների հետ, շատ լավեր կան, լավ մասնագետներ կան, բայց ինձ թվում է դասեր ա եղել, որ պատուհանները ջարդած ա եղել, սկվայզնակ ա եղել, որտեղ չի կարա ուրիշ ձև լինի։ Սկվայզնակից նայ շաճանի վրա եմ ասում։ Ինքս խոսում ա, բան, ծխում, արդ էս ինչքան է ծխում, ընկեր, ծխում։ Քո աշխատավարձը չափով ծխի էլի, ասա շաճան։ Ասենք ծխելուցս բողոքելը որն է, ինչ կուզեմ կանեմ, այդ 2 կոպեկը տալիս եք, ախպեր ես էլ ուզեմ հետից ծխել։ Դանդաղ քայլեցի, վերցրեցի սիգարը ցույց տվեցիր, կամ դարակից կամ խեղից, հեսա պիտի դուգեմ, տխուր գնացի, նստեցի, ստեղ, խուր նստեցի, մեկ էլ լսի, մեկ էլ պապին ասեցինք արի։ Աբո, բան ա եղել։ Ամեն դեպքում ես մի հատ բան եմ որոշել, ես ֆիլմից հետո երևի ցրեմ այս աշխատակազմը, ոնց որ վարչապետը նախարարներին ցրում, նոր հավաք են, սաղ ընդդիմադիր են, սաղ, առանց բացառության։ Ասա թողա Սոնա ջան, անենց օրի գցեն, որ ինքիրան դեպորտ անի, որ Թրամփ ասի, thank you my friend, let's get brand America, right or TFA։ Սմատս թողնած մեկ։ Թրամփն ինձ կասի, when you in the real when you in America։ Շատ լավն է։ Կամ 20-25 դուբլ եմ նկարում ինչ-որ տեսարան, ինչ-որ մեկը խոսքի սենց պտի անի, ու լավ չի անում, հիմա արժի արդյոք դրա համար ներվայնանալ, ասել ինչ ես 25 դուբլ սրտիկ նկարում, էդ ինչ է։ Պապի, դու ինչ քյուտ պապի ես։ Շատ քյուտ պապի անում։ Չէ բալես։ Քյուտը տատը դեր։ Ես քյուտ չեմ։ Ты кют. Ես քյուտ չեմ։ Вообще ты քյուտ չեմ։ Սերտի պապ, սպասի։ Այդո Ես որպես պրոֆեսիոնալ դերասանուհի կարող եմ միանշանակ ասել, որ ես տեսարաններ եմ ունեցել, մի դուբլով խաղացել եմ, վարպետ ռեժիսորը բավարարված է եղել վարպետ դերասանուհու կատարած աշխատանքով, այնպես որ ես չգիտեմ ով ոնց քանի հատ է խաղում, բայց ես որպես պրոֆեսիոնալ դերասանուհի Շատյանը սիրեցի։ Լսի տես լավ է թե չէ։ Ինչ մանալոգ ալ։ Ոնց ինչ մանալոգ, Շեքսպիրից։ Լսեմ, բայց ինչի համար։ Ոնց ինձ պետք է մեկը որ լսի, խրախուսի, հետո էլ ասի, որ ես տաղանդավոր եմ։ Բավականին վատ բաներ էի լսել միջև այստեղ հայտնվելը։ Ասում են կոնֆլիկտային է, բայց չէ, մարդը պահանջկոտ, իր գործի համար պահանջկոտ, պրոստը խիստ է, իր նկարանման հրապարակում բարդակ չի սիրում։ Գրածա որ դու քնկային, արա գրածա, այս ի՞նչ է, այս ի՞նչ է գրած։ Որ ասма նստի էլի։ Եկել է հորացան դժվար։ Արեք սաղս ասենք նստի։ Չէ, պիտի կանգնեմ, մի հատ սաղով իր հետ ասենք մամ նստի էլի ախպերական։ Մամ, խնդրում եմ կլինի նստես papan բացատրի։ Չեմ նստում, թող բացատրի։ Մամ, նստի, ալա։ Մետ նստի էլի մաջան։ Կարող են պասպրինցի տանը ապրել։ Նորից։ Հա։ Կարող են պասպրինցի տանը ապրել դե։ Ոչ վենա, ինչ վենա, այսօր։ Մաննես։ Հահահիները չի սիրում, որ անտեղի են լինում, բայց երբ որ պետք է լինում հումոր, ինքն էլ լավ հումոր անում ու հավեսին հետներս ծիծաղում։ Էնպես որ ես կարող եմ ասել, որ ես այն միակներից եմ երևի, որ հանգիստ կարա ասի լավ ա եղել։ Մենակ մի անգամ ապրեց գոռացել, այն էլ աղմուկ անելու համար, ուրիշը նկարում էր, ես խոսում էի։ Այս նախագծում ամենաբարդ պերսոնաժներից էր երևի թե Ժորի պերսոնաժը, ով պետք է խաղալ բապ կամ բապկեն, նայած ով է իրան դիմում։
Դե չես ժողում պապանների բանկրապտսիա եղել, ոչ մի բան չունեք, ոչ մի դոլար։ Սոնա ջան, հանգստացի, բալես, խմի հանգստացի։ Հնարավոր չի պապան հաստատ սեյվինգ ունի։ Չէ, բուբուս ջան։ Այ ախտաներ պա։ Oh my god, oh my god, oh my god։ Մտնում ես տե, ու այդ նույն ինչը որ պիտի ասես, ասում ես, հələ արի։ Oh my god, բայց որտե եք ապրելու Դեվիդ։ Դժվար էր տրվում իրան այդ պերսոնաժը, քանի որ ագին բան էինք ավելացրել իր համար, ասենք աչքերներ քսում, լինզա էր դնում, մանիկյուր էր անում, հագուստներն էր տարօրինակ, այդքան բանը որ դերասանը որ իրանը չի վերցնում, մի քիչ դժվար է կերպարանափոխվել ու խաղալ այդ հերոսին։ Որտե եք ապրելու Դեվիդ։ Ակնան պասրինցի մեր տանը ապրեք։ Հետո, ասա։ Չէ, Մայամի, Վեգաս, ես ինչ Մայամի, Վեգասն է քոնը, Palm Springs-ը, քոնը Մայամի։ Ամենահարմարը։ Palm Springs-ը։ Վեգաս եմ ուզում։ Լուր։ Ժորը պատվով է դուրս եկել տակից, կարծեմ ամենագունավոր հետաքրքիր կերպարներից մեկն է։ Այսի չես արվարա։ Տուր եմ հրախոսը տուր։ Ապշե լուրջ, եթե լուրջ, ես սիրում եմ կերպարներ խաղամ, որ չլինեմ ես էլի, ուրիշ օբրազի մեջ լինեմ։ Արա պերև ապլաշացա, դառնաս ուրիշ մարդ էլի։ Ժոր չեն, այ ժորը մարդ է սովորական, ամսվավերջ բիլեր, բայց որ կերպար ստանաս, այս կերպարն է տենց էլի էքստրավագանտ, էգոցենտրիկ, տենց պերսոնաժա, որը որ գոնե փառք աստու դզվում է կեսից, իհարկե սիրը արվում է ու այդ հողի վրա սերը փրկեց աշխարհը եւ նա դառնում է տղամարդ։ Դու իմ մեջ լրիվ ուրիշ մարդ ես արթնացրել, հասկանում ես, չէ՞։ Ռեյսորը խանգարում չի թողում։ Հավաքում ենք, բրաշոլեմ։ Հավաքում ենք։ Հավարիու գնացի։ Հետո ձեր արածը ձեր դուրը գալիս, հա։ Եվ մեր ֆիլմի նույն ձև հետաքրքիր ու գունավոր էքստրավագանտ պերսոնաժը, նաև Ադիկյանի պերսոնաժը։ Լիսի պետք է նենց զարմանամ։ Սպասի հենց զարմանամ լսի։ Վաու! Լավ, սպասի վիդեոն միացնեմ, որ տեսնես։ Լիսի սպասի, էլի պապուլս է զանգում, մի հատ խոսամ քեզ հետ կզանգեմ։ Hey dad! Էլի շատ լավ կատարել է, ֆիլմի սկզբից պետքա վատ էներգիա անընդհատ գա, որը ինքը շատ լավ կարողացավ անի։ Զոնա։ Այ! Վախեցա։ Սարո ինձ տար քաղաք պետքա ընկերոս հետ հանդիպեմ։ Ու հետո որ վերափոխվում է դառնում է ուրիշ մարդ, դա նույնպես տեսանք, ինչ որ հետաքրքիր կարողացան ստանալ թե Ժորը, թե Ադիկյանը։ Դեյվը մեր փոքր աղբերն է, թող գնան Սոնայի հետ մի սենյակում հանգիստ քնեն։ Լավ, չես բաբկենիկ։ Բաբկենը տատը տա։ Տատը չի է, պապանա, անդաստիրակ։ Sorry, պապը։ Դե ես գնամ իմ սենյակ։ Այսինքն իմ սենյակ, հələ մի րոպե։ Ադիկյան, մի քանի բառ դու ասա։ Մեր հետևորդներին։ Ստացա առաջարկ հրավեր Սոսի կողմից, դերս փորձեցի, քանի որ ռեժիսորը ասաց, որ համապատասխան է, ներգրավեցի այս պրոյեկտում։ Sense պտի մը, բայց ասես թեթև շարժան, էլի։ Հետո հենց բրծնում եմ եկարը, թողնում եմ ռեքարը։ Մատոր։ Ուրեմն այս կինոյում ես մարմնավորում եմ Սոնային,
Չէի ուզի կյանքում լինեի Սոնայի պես։ Այդ ամենը չի ես արել եմ, որ դու կյանքի մյուս կողմներ տեսնես։ Մյուս կողմը։ Ուրեմն այս կյանքի մյուս կողմը չի, որ մենք մեր կյանքից զրկվելու եկել ենք ստեղ, այստեղ ենք ապրում, որտեղ որ անգամ ջուրը ժամով է, որ պետք է աղոթենք, որ սառնարանը ուտելու բան լինի, ստեղ քնել հնարավոր չի։ Այս ի՞նչ է։ Կյանքի մյուս կողմը չի։ Տենց գալիս են գյուղ, այս գյուղի միակ փայտահատը Հակոբն է։ Ես գոնե հարուստ եմ եղել, շատ փող եմ ունեցել։ Բա դու ինչ ունես։ Բացի մի թեթև պարապած մարմնից։ Ինքը ձիգշող փայտահատ Հակոբն է։ Նո, Հակոբը չի, Էմիլն է։ Ես ինձ թվում է դու այդ փայտահատ ասելով, ոնց որ ուզում ես վիրավոր է, բայց դա վիրավորանք չի։ Ինձ թվում է չէ, դե փայտահատ նորմալ բան է, բայց սցենարային ինքը որպես վիրավորանք է գրած։ Լավ չես ասում կով մարդ։ Ինչի համար ես եկել այ գիշ։ Ես եմ գիշ։ Դու ինձանից ավելի adekvat մարդ տեսել ես։ Հա, ամեն օր հայլում ես տեսնում եմ։ Ինքնասիրահարված։ Հիստերիկ։ Իսկ դու կովբոյ ես։ Իմ իրական բնավորությունը ու դերը իրարից տարբերվում են, խարակտերը տարբերվում է, ես այդքան հիստերիկ չեմ։ Աչքս բան ա մտել։ Չեմ համաձայն այդ հիստերիկ։ Ես ինչ ես լացում, Սոնա։ Չեմ լացում։ Աչքս բան ա մտել։ Այս ինչ է կատարվում այստեղ։ Կբացատրեք հասկանամ։ Այդքան վատոտ այդքան վատը չեմ։ Արի։ Եկար։ Մի անգամից, այսի սենց անում ես ու սող ենք տալի։ Շահամոլ չեմ, ամեն ինչ փողով չեմ չափում, մի խոսքով ինձ եմ էլի էտի կովում։ Արի պապիկ, կոնեմ ծուս տալի, դու լուրը բանը հա, պապիկ լավ ես, ինչ կուզես, ես իմ ինչ, գնամ ջուր բերեմ, դու ստուց սվրվում ես, քո ջուրը բերելու։ Պապ ջան, արդեն լավ ես, չէ։ Լավ եմ, Սոնա ջան, լավ։ Գնամ քեզ ջուր բերեմ, ծարավ կլինես։ Դուք իրար հետ, ախպերը Ջուլիան, իրար հետ շարունակում եք, գնում եք, դե նստում եք։ Քեզ շատ ասիլում, պապի։ Ոնց որ դու էլ իրան։ Արի, հա, բացած կվերեք, բացած մի անգամից կլեցես։ Նստի, լեցրա։ Լավ, դե ես գնամ։ Արդեն։ Всё, հետո զծիր։ Հետո լավ, ես գնամ, պապի ջան։ Արդեն։ Ոնց արդեն։ Դե հա, արդեն շա։ Մեծ ինչ ավես է։ Ապրես էլի ջան, շնորհակալ եմ։ Այդ հետո գնում ես, հետ ես գալի ու ասում ես պապ, չի լինում։ Գիտի, գնա։ Արիստեանը։ Դե ախսոս, պտի վրա եկած մի անգամ Արիստեա։ Արիստեանը։ Աջող խնդրում եմ հանգստած երեխես խալվել։ Ինչ երեխայի եկա իջա պապտո։ Թողա դասի եմ։ Հանգստացի աբո։ Մի քիչ ուշ ես սկսել։ Հաս իրակության մասին մտածել։ Պապի ճիշտ է ասում։ Ճիշտ ասում մենա։ Ինչ է սաղլոս անում էր, մի անգամ էլ ես արեցի էլի։ Սաղլոսը գլուխը պատին ա տալի, արա։ Քեզ ինչով ինչ է անում։ Քո պատասխանտուն։ Այդ տեքստից կրուկի է տանք, էլի Սաղլոսը ու Բոլոր ընտանիքներում էլ վեճեր լինում է, բայց միակ մեր ընտանիքում նայեք ինչ է կատարվում։ Յա, Սոնա, տեց ասիր ու գնացիր, հա։ Աբո։ Համ կերպարս է շատ համով, համ միջավայրն է շատ առողջ, ստեղծագործական ու շատ մարդկային միջավայր է ու լավն են մասնագետները շատ, թե ստեղծագործական թիմը, նկարահանող թիմը եւ թե կոլեգաներս, ում հետ որ ես խաղում եմ։ Սկզբից այդ հիմար պատմությունը նորից պատմի, մի քիչ ավելի երկար։ Պատրաստ։ Նորից պատմեմ։ Լավ ժամանակ։
Ինչ է, լավ Սոնան չես տեսել բա։ Չէ, չեմ տեսել։ Որ դուրս կար կնկատեի։ Ընտանեկան խնդիր կա։ Ես ավելի լավ եմ Այ պապ ջան, դու քնած էիր, ոնց կարողաս գայր։ Ինչ եք խառնվել իրար։ Բակում նստած կլինի։ Սոնան դուրսում է։ Սոնա ջան, ուր է իր այ աղջիկ։ Անհանգստանում էինք։ Ուղղակի դուրս է եկել։ Ահա, տեսակ։ Անիմաստ խառնվել էիք իրար։ Սոնա ջան, քիմ ես տեղյակ չէր պահե։ Հերո չի գնալու, պապ ջան։ Կարող է պատժես։ Փոքր տղան, որը որ նորից վերափոխվեց ու հասկացավ կյանքի իսկական արժեքները, որ այդ միջավայրը, որը որ ինքը իր շուրջը հավաքել է, այդքան ճիշտ չի, քանի որ դա ոչ միտեղ չի տանում։ Սոսը ինձ հրավիրեց այս նախագիծ, Դեյվի կերպարը առաջարկեցին, ես էլ մեծ հաճույքով համաձայնվեցի։ Հաճույքով է, բայց տոշնի է։ Նա, մյուս հարցը։ Աղբերներ մի հատ բան ասում, փոքր է, չէ՞ դեզնից, բայց վերաբերվում ենք որպես մեծ մարդ։ Հետի միշտ ձեր մեջ ֆիքսում եք ու վերաբերվում եք, որ ինքն էլ իրան տենց բան զգա, ջի։ Լավ զգա։ Դաժե որ ստոպալում, քուչուրի պես չվերաբերվում, ջի։ Մեծի պես։ Ռադիուսերն ինչ կուզի կանի, մի հատ փակ էլի դու։ Դե հետաքրքրված էի նկարահանումներով, առաջարկ կար, խոսացի անձնակազմի հետ, հասկացա ու փորձեմ էլի կարող է ստացվի։ Այսքանը հերիք այլի աղբերս թեքին վրից։ Իմ համար դուսը կայնած էի, լավ ախտոններ ունեմ, սոսը տեսա, բարի նկարենք, ախտոն կնկարենք, քեզ կնկարենք, բայց հələ որ մենակ ախտոններն են նկարում։ Ես ներվայնում եմ արդեն գերեսպայից։ Մեռնեմ կյանքիդ։ Առաջարկը սոսից եղավ, մենք sense ջիգյարով հավեսով զանգեց, խոսակցություն եղավ, ասաց ջիգյարի կերպարն է, ասի մեռնեմ ջիգյարիդ։ Տենց ստացվեց ախպերս։ Ես ոնց որ տենց հիմա նստած հաց է ուտում, կողից նային ասին կարաս գաս ախպերս կամերայի դեմը հաց ուտես։ Ես ասի հա, բայց հացը չեն տալի ախպերս։ Մի կտոր բան տվեք ուտենք։ Պոշը լավ էլի թարգի ապե ներվայնում եմ արդեն։ Ինչի՞ ախպեր, ինչ է։ Արա պոշ։ Կարող է մեկից պետք է պատասխան ուզենք։ Կամ կարող է ես իմ էլի։ Չէ, ախպերներ, ապրար ես իմ տեքստ գրած։ Դե կարող է վրան պետք է կտրի ինձի։ Հələ կներեք էլի, ես չեմ դրանից հետո։ Կարող է պետքա պատասխան ուզենք։ Կարող է։ Ասա ես կընդհատեմ։ Ասա կարող է լավ չես զգում քեզ։ Կարող է մեկից պետք է պատասխան ուզենք։ Կարող է։ Ինչ անենք որ քո համար մերդեմ ջանի։ Կարող է մեկից պետք է պատասխան ուզենք, կարող է ինչա մյուսը։ Կարող է ու վсё։ Կարող է լավ չես զգում քեզ։ Անդո ջան ուսդ կադրի մեջ է։ Բայց արդեն այդ դեպքը։ Գնաց։ Դե մի բան ասա, ինչ է էլի։ Կարող է մեկին պետք է տժվժիկ սարքենք։ Կարող է մեկից պետք է պատասխան ուզենք։ Կարող է լավ չես զգում քեզ։ Ես մարմնավորում եմ Բեթի կերպարը, ով որ շատ լավ դաշնակահարուհի է եւ ով որ օրինակ ծառայում իր բարի լինելով Դեյվին, որից հետո Դեյվը փոխվում է դեպի լավը։ Շնորհակալ եմ։ Հա, դրանից է պես։ Բայց առանց խոսք գալու։ Այսինքն ես կամ ուստեղ պարապար։ Ստեղծված իրավիճակը փոքր ինչ կուրիոզային է, բայց ես ես երաժշտությունը այո, մենք երկար ժամանակ Տեցեցին։ Բայց նորմալ բզի որ հասկանա ինքը ինչա։ Տեցի, ոնց է սեցան։ Հələ մեկ բզի։ Այդպես նորմալ բզի։ Սենց մի արա, մատեր ծերով արա ճոտոցը դուրս կգա։ Այդպես։ Ես խնդալու եմ, բայց էլ մի խնդա։ Всё, պատրաստ։ Չի ցավ, չէ՞ նոյ։ Չէ, պատրաստ։ Դե հիմա ստեղծված իրավիճակից գնացինք Արգեն նայում սիրունին, հետո նոյին։ Պատրաստ։ Երմիարա գնաց։ Այո, ես եմ։ Ստեղծված իրավիճակը փոքրինչ է։ Հա։ Ստեղծված իրավիճակը փոքրինչ կուրիոզային։ Երան պետք է չխնդաս։ Ես հետո ինչ որ միմիկա ցույց տամ, որ Ճիշտ է, ոնց է ցես։ Այո, չէ, ախը մի արա, էլի ակնհայտ կտենա։ Ինչ է մյուս տեքստը չգիտեմ։ Այո, մենք երկար ժամանակ փնտրում ենք իդեալական գործը։ Դավայցի։ Բան կարս անես, այո։ Այո, գնացինք։ Երբ իջստեղ, ասի, կասեմ նույն։
Գնաց։ Ստեղծված իրավիճակը փոքրինչ կուրիոզային է, բայց ես ու այս երաժշտությունը, այո, մենք երկար ժամանակ արդեն փնտրում ենք իդեալական գործիք։ Բախի ոչ մի բան չես առնում։ Քո գործը չի։ Ախպեր ես դոր սարքիր մասնագետ եմ ել իմ գործը չի։ Հա, քո գործը չի։ Ես ծրեց։ Հայ, ասել եմ այդ գործիքի։ Ջամ Տենց Ստեյվի կերպարը ավելի քյարթ ու ռաբիզոտ կերպար է, ինքը սերիալի սկզբում լինում է քյարթ ու ռաբիզ, իսկ սերիալի վերջում սենց ասած դուրս է գալի այդ քյարթ ու աշխարհից։ Ու այդ գաղափարախոսությունը, որ ունեն իր ընկերները, իրականում իրան ոչ մի լավ բանի չի բերելու ու իրան կարողացավ օգնի փոքրիկ աղջիկը, որը որ վերափոխեց, այլ ասել դաստիարակեց նրան, իհարկե մնացած պերսոնաժների միջոցով եւս։ Տղեկ, էս ի՞նչ է։ Բիլիարդ խաղալու հերթ է, թե ինչ։ Մեծ ախպեր։ Չգիտեմ ոնց, բայց ուտեշկա եղել, մեռնամ սրտիդ։ Ինչ ուտեշկա գիժ։ Դե որ ստե ճշտի օֆիս, հա, կարանգան աբրաշատելն են, էլի։ Իմ կերպարը համ ուսուցողական է, համ օրինակ է ծառայում, որ կարաս վատ շրջապատդ փոխելով հասնես մեծ բարձունքների։ Շո՞։ Շո կայֆոտ։ Ես մարմնավորում եմ անտեսված մի պապիկի, ում որդին մեծահարուստ է եւ հորն ու մոր համար գնել է առանցին բնակարան, որպեսզի իբր խաղաղ ապրեն։ Ռեքա Կա։ Արժեքներ չունեն երեխեքը։ Չէ, ջղայնած, մի քիչ արժեքներ չունեն երեխեքը տաբո։ Արժեքներ չունեն երեխեքը տաբո։ Ամեն ինչ ունեն, դրա համար էլ ոչ մի բան չեն գնահատում։ Խոստանում եմ, որ այսօր երեկոյան 3 հիականջներն կքաշեմ, ուտես դեմդ ոնց են շարք կանգնելու։ Բարձր էլի, իրենց վրա է ջղայնան։ Պապ, ես քեզ խոստանում եմ, այսօր 3 հիականջներ քաշել եմ։ Այսօր իրիկումն է, 3 հիականջներ կքաշեմ։ Պապ կտնես ոնց են դեմդ շարք կանգնելու։ Բայց այդ գելի գլխի բանը ձեռ դյուսին էլի, յանի տես։ Գերի գլխին ավետարան են կարդում, ասում է ոչխարներս։ Ես որ իմանայի, փողը քեզ սենց փչացնելու է։ Առաջի միլիոնդ աշխատելու ժամանակ այդքան չէի ուրախանա։ Ճակատագրի բերումով իմ հարևաններն են դառնում իմ հարազատները։ Իմ բոլոր հոգսերը քույր ու եղբայր նրանք են վերցնում իրենց վրա։ Հանդիպեցինք Սոսի ու Շատյանի հետ, ներկայացրեցին կերպարը, իմ համար շատ կարևոր էր այս անգամ ինչ կերպարա լինելու, որովհետև ուզում էի ինչ-որ ասելիք ունենար, իմ համար այդ շատ կարևոր էր։ Ասեցին, որ հասարակ խելացի աղջկա դեր է, ով սովորեցնում է ժամանակակից հարուստ մարդկանց, որ միայն փողով չի կյանքը եւ կյանքում այլ հետաքրքրություններ ու այլ պարտավորվածություններ կան։ Խոստացել եմ ինձ, հենց կայծորիկ տեսնեմ սիրահարվելու եմ։ Լուրջ։ Ես տենց եմ որոշել։ Ես սիրեցի դերը, սիրահարվեցի դերին ու սիրով համաձայնվեցի։ Ուրեմն կերպարով գյուղում ապրող ուժեղ տղու կերպար եմ, հետաքրքիր կերպարը ու ինձ շատ է դուր գալիս։ Հակոբը նկարման հրապարակի հա հիհին ապահովողն է, բարձր ձայնը միշտ կա, հենց գալիս է կողքը հավաքվում են մի քանի հոգի չխոսացողներ, ինչի չխոսացողներ, որովհետև եթե Հակոբը կա, ուրեմն ուրիշ խոսացող պետք չի տեղ, ինքը աղմուկ աղաղակը թե նկարման ժամանակ, թե ստոպերին անպայման ապահովում է։ Եմ որ ջուրը խամում է վերջում ես լսում եմ։ Հա, դա մազերը սենց անում։ Արա եմ որ գնա։ Ես ինչ եմ։ Արամով կրնի տենց։ Բայ, բարդ ես։
էսի վեկալար, թեկվար էսյան, որն դու նկարել։ Էսի արիր։ Էսի արիր։ Բարապեցի թեթը գցեցի, մի հատ էլ ես, թեթև շատ, թեթև մի հատ էլ ես հայաց գցում ընդե։ Տենց խմար մի քիչ։ Վերջը ջուրը լցիր։ Ուզում եմ խոսամ մեր տեսարանից։ Մեր կոր առաջ տեսարան կար, որտեղ որ ցախ եմ ջարդում ու պիտի շատ բարձր տեղից թռնեմ։ Բոլորը ասում էին, չես կարա թռնես, կարող է չստացվի, ավելի լավ չանենք, ասեցի մի րոպե սպասեք։ Ոչ մեկ չի ասել, չես կարա թռնես, բոլորն ասել են, որ կարաս թռնես, որովհետև այսքան բարձրություն էր, չգիտեմ ինչի է տենց բան ասում։ Ու արեցի այն ինչը պետք է անեի մի խոսքով, ամենաբարձր մակարդակով։ Հակոբը շատ լավ դերասան է, համարյա թե ինչ խնդրել եմ արել է, մի քիչ նույնիսկ գեր ավել է արել, ճիշտն ասած մեկ-մեկ մտածում ենք երբ է հոգնելու կամ երբ է հանձնվելու, բայց չէ, միշտ անում է գործը, մի բան էլ ավել։ Կերպարային փոփոխություն կա, այսինքն այս կերպարի մեջ առաջին անգամ եմ ու շատ հետաքրքիր է ու դերասանական կազմել է շատ լավ, բոլորը էլ շատ հաճելի աշխատել է, շատ հետաքրքիր է աշխատել է, բայց դե եթե օրինակ հարցնեք դերասաններից ում հետ ես ավելի լավ աշխատում, ավելի հեշտ աշխատում, կասեմ երևի թե ինքս իմ հետ։ Հակոբ, մի արա ոյ, ինձ դու պետք է մարդիկ արդեն Հակոբ ես ինչ անում, Հակոբ, մի արա, ժողովուրդ վեր ասում եմ Հակոբ մի արա, Հակոբ ուղղակի սենց հանում, մազեր է, ասում Հակոբ մի արա, որ չանի, իր առողջության մասին մտածում։ Ես կորում եմ Հակոբը օգնում է բոլորին, որտեղ ինչ-որ ֆիզիկական աշխատանք է պետք անել, Հակոբը մի անգամ չգիտեմ ոնց հայտնվում է այդ միջավայրում, նույնիսկ եթե ինքը նկարանում չունի։ Ասենք անտառում նկարանում էինք անում, որ ինքը հանգիստ կարար ոտը ինքցեր տունը կանձիցաների տակ, չգիտեմ սուրճ խմեր, բայց չէ, մարդը գալիս է, կողքը կանգնում է, համ իրան հետաքրքիր է մեր հետ շփվելը բնականաբար, համ էլ գոնե օգուտ է տալիս։ Ես դու ինչ ես ցեխոտ։ Ծաղիկ եմ թաղում, ցանում, տնկում։ Լավ տեսարանի համար պատրաստ եմ նույնիսկ թևս ջարդեմ։ Մատերը դրան տակ ես թողել։ Հա, բոլոր 10-ն էլ։ Լավ, Քանի դու ես լավ։ Okay։ Դե քանի դու ես լավ։ Չէ, չի կպտում։ Դե լավ։ Պարզա։ Մի բան ծրի էլի։ Հա, okay։ Քանի մենակ մատները կա ցավում գնա էլի տենց ասա։ Գնացին։ Պարզա։ Դե քանի ուրիշ բան դրան տակ չես թողել, դի գործել։ Ուրիշ բանը վատան։ Դե քանի մենակ մատները ցավում, գնա կպի գործել։ Մատերը։ Դե քանի մենակ մատերը տա ցավում, գնա կպի գործերիդ։ Okay. Bye. Have a nice day. Bye. Վարդը մի արա։ Հանը։ Չէ։ Կներեք։ Գնացի։ Okay, bye. Have a nice day. Չի կարեմ Բաներ կա, որ սցենարով անգամ չի եղել, մենք խաղալուց ավելացրել ենք ու հիմնականում ասում ենք ռեժիսորին, որ երբ որ տեսարանը վերջանում է, մի անջատեք, թողեք տեսեք ինչ կգա, բնականից եկած, լիքը իմպրովիզներ ունենք արած, շատ համով է ստացվել այդ իմպրովիզները։ Բայց դե որ ռեժիսորը մի քիչ կռիզ բաներ ունի, ասա դու, որ պարկաս տեսարան արինում, ստոպ ենք տալի, միջև աշխանում է, միջև հելենք, հագնվենք, չգիտենք։ Ու դու մեզ մենակ չուզենա մենակ թողի։
սխալ բաներ կրես ասում, բաներ շատ ունի, լավ էլի։ մարդ է, շատ լավ ռեժիսոր է ու Չասի սաղին դեմը հանենք։ Իրանք բոլորը վատ էին խոսում իր մասին։ Ես չգիտեի ինչի են վատ խոսում այս մարդու մասին։ Բայց բարձր մարդը ամեն աշխատանքնում է ու դրա համար էլ վատ են խոսում։ Պանջող մարդը։ Շատյանը ինքն իրանով շատ մեմային արտահայտություններ ունի։ Ու լավ չես։ Չէ, ու այդ հարկոպը կգնա, կասես ոնց եմ զսում սա։ Всё, սկսենք։ Կապ չունի ով է խաղում, քուր ախպեր են խաղում, երկու տղա են խաղում։ Վերջում սենց անում։ Դե պաչվեք։ Ումասի քեզ ինչ եմ ասում։ Էմիլ։ Սրանից հետո։ Էմիլ, ես սիրում եմ Բոբին։ Հակոբ, խնդրում եմ առանց խնդալու, ասա ցեպդ փոկվել է։ Okay։ Տես, բայց որ փոկվել է նոր։ Ցեպդ փոկվել է։ Գներեք, երկուսն էլ փոկվել է միևը։ Ցեպերը փոկվել են։ Ոչինչ։ Այդ արդեն կարևոր չի։ Այմա պաչվեք։ Էսա, հատը։ Ռեժիսորի ամենասիրած արտահայտություններից մեկը Всё, ախպեր, շատ վատ է, գնացինք տներով։ Էսի խիպտի ստելնի, ախպեր, էսի, ապե ինձի։ Всё, դարեք։ Ապե էսի ինչա։ Արեք։ Տեսարաններ ունենք, որ շատ համ երկար ենք նկարել, համ երկար փորձել ենք արել, որ ստանանք մաքսիմում այն ինչը, որ ֆիլմի տրիգերն է, ինչից որ հերոսը փոխվում է ու որոշում է կայացնում անել են հենց ինչը որ ֆիլմում կա, հայր եւ որդի տեսարաններ, որը որ մեր համար շատ կարեւոր էր ու երկար փորձից հետո արեցինք համարյա թե ամենալավ տեսարաններից մեկը այս ֆիլմում իմ համար, որովհետեւ համ հուզիչ է, համ լիքը բան է սովորացնում, համ էլ այդ անցումային պահն է ֆիլմում, որ հերոսը որոշում է կայացնում իր ընտանիքին ասել, որ ինքը սննկացել է եւ բերի գյուղ։ Իմ կարծիքով ամենաստացված տեսարանը իմ ու որդուս զրույցն է։ Երբ ես որդուս բացատրում եմ, թե ինչի է հասցրել իրենց շռայլությունը, ինչպես է փողը կուրացրել նրանց, որ նրանք մոռացել են ամեն մարդկայինը, կտրվել են իրական կյանքից։ Այս կերպարը կարելի է ասել բավականին նման է իմ էությանը, որովհետև ես էլ եմ սիրում մարդկանց լավը սովորեցնել ու կյանքի իրական գեղեցիկ ու հաճելի գույնը ցույց տալ, որովհետև մարդկանց կյանքում հիմա ամեն ինչ լրիվ այլ ուղղությամբ է գնացել, մարդիկ այլ հետաքրքրություններ ունեն ու կան մարդիկ, ում թվում է, որ եթե դու գումար չունես, դու շատ բաներից չես կարող օգտվել, բայց ուզում եմ բոլորին ասել, որ ամենակարևոր ու ամենահաճելի բաներն այս կյանքում անվճար են, այնպես որ վայելեք կյանքը, վայելեք բնությունը, վայելեք սերը, իրական սերը, էդ էլ է անվճար։ Պես քեզ։ Ինչի քաղեցիր։ Որ նվիրեմ քեզ։ Ինչի համար։ Դե աղջիկները ծաղիկ չեն սիրում։ Այս ծաղիկը սիրուն էր այնտեղ, որտեղ աճել էր։ Որտեղ կավերել կան նաև անկում։ Ծիծաղում ենք շատ մեր խաղի վրա, որովհետև լինում է տեսարաններ կա գրված, շատ համով է գրված, շատ ֆրազներ կա մեջը, որ սենց մենք էլ չենք դիմանում, խաղալուց ծիծաղում ենք, բայց լինում է նաև սիտուացիոն հումորային սենց տեսարաններ է լինում ու բեմադրում Աշատյանը շատ սիրուն տեսարաններ, որտեղ որ համ խաղում ենք, լինում է որ չենք դիմանում, փրկացնում ենք, նորից ենք նկարվում, բայց լինում է դեպքեր, որ մենք նկարվում վերջանում ենք ու մենք այն որ ոնց որ քեզ կողքից ես նայում, տեսնում ես ինչքան խնդալու է դու այդ պայն։ Չես կրնա, որովհետև ես քեզի ուտարեմ։ Դեզարկե։ Կուզես ոտերը տնկնեն։ Կուզես գորան։ Դու տղամարդ չես ռումել։ Այս գլխարկը որ գլխիդ ես։ Մայրություն, կարա մի հարցով ատեցին Աբրաշատելն եմ։ Պապան չի եկել դեռ։ Դաժե գիտես ինչ արես, ոտով կարում ես, սենց անես,
Ոյ, նկարահանումների ամենաբարդ, նախ շատ բարդ պահեր են եղել, որովհետև շատ ուրախ անձնակազմ է ու շատ ժամանակ չես կարողանում զսպես ուղակի ծիծաղդ։ Հատկապես երբ որ ծիծաղում ենք ու ասում են ռեկ։ Մի հատ նորմալ բացատրես ինչ ա եղել։ Մի հատ կարաս նորմալ բացատրես ինչ ա եղել։ Այ պապ ջան, ինչ բաչա։ Մյուս սա որ ավես է։ Բոբ, էս ինչ ա եղել շորերդ։ Էս ինչ ես հագել։ Այդ տղա, ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Չէ, հաստատ ինչ որ մի բան եղել է։ Կարող ես շորերդ գողացնել, դու էլ դավոյի շորերով ես։ Լավ է, Ադելայիդա։ Ինչ ես կպեշորից։ Sorry, ազարական, լավ, մի հատ ասա։ Իմ համարյա նշանածին դերով այդ շատ բարդ տեսան էր իմ համար։ Ճիշտ է, հեշտ ստացվեց, բայց ինքս իմ սրտով շատ բարդ էր այդ ամեն ինչը։ Էլ չփորձում եմ, ստեղ երեք աս։ Սոսկալի է կյանքը քո դառնում, այդ երկն է, չէ։ Երկը ամենալավն է։ Մի ամիտ մտա, ասեցիք դեր ունեք, որ ուզում եք մարդկանց ծեծեք, ասեցին հա ունենք ու տենց ձերի նկարվեցին։ Լավ է ձերում դարս։ Օխորայի, ես ինչ ես անում։ Ես աղջկաս խատ, օխորայի։ Ես աղջկաս խաթորանա։ Ես աղջկաս խաթորանա։ Ես աղջկաս խաթորանա։ Խորս կտենամ քեզ հլը։ Եղել է պա ուզեցել եմ փախնել պրոյեկտից, ուղղակի վզից վրա բան կար դրած, մի քիչ խանգարում էր, դժվար փախա շատ։ Անելու է, պատրաստ։ Լրություն։ Ռեքա։ Ռեքա։ Խփոցի է, էլի։ Հա, եղել է խփոցին, հա, գնաց։ Մի վարկեմ, օքեյ, այս։ Պատրաստ։ Գնաց։ Տենց, հա։ Տենց, հա։ Կտենաս դու աբո։ Սաղդ կտենակ է սա։ Ռադդ քաշից տեից, քանի կարում ես խոսած։ Սպասի նյուզերին, աբո։ Միարա։ Այ այդ պրծներն եմ հիմա մենակ ուզում։ Հոп։ Ես այս պատրաստ։ Հիմա մեջերի մատը։ Արդ կարաս մի քիչ հետո։ Այդ էս պետք է։ Փորձենք որ ջանենք, էլի ստեղուց։ Տենց հա։ Հակոբը պետք է երևա, չէ՞ թե մենակ ձեռը։ Ահա, երևում Հակոբը, պետք է երևա։ Մատը։ Դե ուզում ես հա։ Լավ։ Արամ դրա։ Այսի լավ դի։ Դալու։ Պապին եկավ, բաստով։ Բաստով իմի լես ինչ ես անում։ Բաց է։ Դու արդեն այսեն ձեղա, հա։ Վայ, թող ասում եմ։ Սուպր, թոլաս է, սուպր, ձերս թողարա, թողարա, բաստով։ Լավ չի, մի հատ գիտե։ Կա։ Պապի ես մի քանա գորգրում, պապի ջոկետ լացում եմ արի։ Հա, չես խանգարում։ Գնա։ Վեճերել են լինում նկարման ընթացքում, օրինակ Ռեմբոն շատ էմոցիոնալ անձնավորություն է, ճիշտ է ինքը ցույց է տալիս որ շատ հանգիստ է, բայց հենց նյարդայնանում է, չգիտեմ, կարող մի բանով ինչ որ մեկին խփի։ Նայ, չէ, մոտեցի կան, արա չես լսում դու ինչ եմ ասում, քեզ դասի։ Ցույց եմ տալի, ինձ նայի։ Հենց նյարդայնանում է, նրա կողքից մի քիչ այն կողմ են գնում, որ հանկարծ վնաս չտա։
բայց կան մարդիկ, ով տեղյակ չեն ելնում ու հիմա նրանք մեր հետ չեն ցավոք սրտի։ Լսի, Ռամսերը չխարն ես այ փամփիոն։ Էդ ինչ ձև ես խոսում, այ ոչ մեկ։ Դու գիտես Աբոնի։ Ոչ մեկ։ Իմ կերպարը մի նվիրված անձնավորության կերպար է Սարոյի, որը չնայելով ոչ մի դժվարությունների չի լքում իր գործատուին։ Ես իմ կյանքում եմ այդպիսին։ Չեմ լքում ես երբեք այն մարդկանց, ովքեր որ իմ կողքին են եղել։ Հա։ Լեպեց ու խանցի դրագոնի։ Դրագոնը կտամ Պատրաստ։ Խնդիրները իհարկե շատ են լինում նկարումների ժամանակ։ Օրինակ հարթուկելու կարիք կար մի օր, մենք շատ հեռու ենք ու պարզվեց, որ հարթուկ չունենք, նորմալ է, հիմա չունենք, ասենք, բայց շատ արագ լուծում է գտնվում ու ասենք սուրճի ջեզվեով հարթուկ ենք արել ու փրկել ենք այդ օրը այդ տեսարանը, շատ կրեատիվ լուծում էր իմ կարծիքով։ Ուրեմն ամենաբարդ նկարահանման օրը դա Սարի վրա առաջի սերիան նկարում։ Հյուրերը մեր ասեն, որ մեր ֆիլմի հովանավորներն էին։ Ուզում հատուկ շնորհակալություն հայտնեմ իրանց այդ ժամանակը տրամադրելու համար։ Նկարահանման հրապարակում մոտավորապես 30 հոգի դերասան։ Մեծ պատրաստություն էր տեսված, ֆուրշետ կար, ֆուրշետը շատ ճոխ էր, երաժշտական խումբ կար, ջութակ կար, վալե պարկինգ, տորթեր դրած, լաբստերով, բանով, էլեր լաբստերներով, ուրեմն վիվարդի ուտելիքներով, այն որ չկա տենց մի բան, որ այնտեղ չլիներ, անկեղծ շատ ճոխ էին կազմակերպել։ Այդ ամեն ինչի մեջ այդ ռեժիսորի դեմքին եմ նայում, գոնե տենց ուրախանա, ներվերի մեջ։ Սենց մտե բան եկալ են հաղորդման 11-15 դու արի ռոզիստե։ Հողը ջրը բարձացա։ Ասում է, լավ է եկար Աբու Ախմեդ, բոլորս մտածում ենք Աբու Ախմեդի վրա, Աբու Ախմեդը սոսնա։ Գորբարթանի կինոն չէ, ցավը տանամ, դες բանը մի արա, մարդիկ կվախենան կթողեն կետան։ Ինչա պետք գորա, ասա Ռոզի ջան կմոտիկանը կամ Անի ջան, ռայթաներով, բանով, չգիտեմ, ցուցադրական ավելի շատ էր էլի, ասեմ, այդ աշխատակազմի, բայց ընդհանուր առմամբ փառք Աստծո լավ ստացավ ամեն ինչը նկարահանումները։ Ամենաբարդ նկարման օրը Եվիթային օրն էր, որ Սոսը հավաքել էր Լոս Անջելեսի բոլոր մեծահարուստներին, որպեսզի ստանայինք իրական այդ հարուստ միջավայրը, շատ դժվար օր էր, քանի որ այդքան մարդ ու այդքան հարուստ սպասում են, որ ինչ-որ իրենց ինչ-որ մեկը ասի դուք ստեղ կանգնեք, դուք ստեղ կանգնեք, սպասում էի ճիշտ ասած, որ ինչ-որ մեկը կասի տղա ջան, մենք ամբողջ կյանքում մենք ենք բոլորին ասում, հիմա եկել ես ասում ես ստեղ գնա, այնտեղ գնա, ու տենց այդին վերջի օրը լիներ, բայց լավ է, ամեն ինչ էլի բարով խերով անցավ, ճիշտ է դրոնը կոտրեցի, բայց հիմա ասեմ, խնդիրներ լինում են, ամեն ինչ էլ կարող է պատահի, հենց որ նկարանում է, ոչ մի երաշխիք չունես, որ իդեալական է անցնելու։ Սոս կարաս հենց այս սեղանին աթոռը տակից տանեն դու նույն դիրքը մնաս։ Բուսիկ։ Որտեղ կավեր էլ կան նաև անկում։ Իմ պերսոնաժը պետքա, եթե նայես, պետքա ցույց տա մի հատ այնց վատ մարդու ընտանիքում չդաստիարակված մեկի տեսակ, հետո պետքա սիրահարվի Կրիստի պերսոնաժին, ունդեղ ինքը ոնց որ փոխվի, դառնա նորմալ մարդ, ստեղ մի հատ գաղափարական հետաքրքիր բան կա, որ կյանքում կան ինչ-որ իմպուլսներ շատ կարևոր, սերը, որ կարող են մարդու կյանքը փոխել, այդ գաղափարական իմաստով։ Իսկ կերպարը առհասարակ էգոցենտրիկ, նախասիրություններ ունեցող, տարօրինակ նախասիրություններ ունեցող մի հատ կերպարա, ով որ հագնում այսպես փմփուլիկներ, ով որ սև մանիկյուր է գցում եւ որ ասում են ինչի ես դա անում, ասում է տենց եմ ուզում։ Չէ, հեսա խաղում ենք, պրոստը այդ մի հատ կետ կա, այդ գցում եմ ուրիշն է, գալիս եմ ուրիշն։ Հա, դավայ, արի։ Մի զորել է պիչիգը։ Գնա։ Այդ ձեր դուրը գալիս, հա։
Ուզես դու իցեր խոստում, ամի երբեր կգա։ Ու հիմա այդ է բարդությունը հասկանալ, որ ես երբ որ իրան նկարահանումների ժամանակ տեսա, ի սկզբանե ես ինձ թվում էր, որ իրան ներկայացնելու են բրենդամոլ, ինչ որ տան, բայց երբ որ ես տեսա իր կերպարը մանիկյուրով, լինզաներով, ես սենց շոկի մեջ էի։ Ուսի դու հիստերիկ ես, ինչ ես լեղաճակ լինում, ինչ ա եղել։ Դու փրկվել ես։ Գնացել եմ, խոսում եմ թե Հարութի հետ, թե Սոսի հետ, ասում եմ ես չեմ պատկերացնում։ Ոնց է գալու սցենարական առումով այն պահը, որ սիրահար, ոնց կարելի է իրան սիրահարվել, այ տենց իրավիճակ էր։ Մերի հանգստացի, դու իր մասին չես մտածում։ Վերջ, չես մտածում իր մասին։ Բայց չստիկներս լավն է, եթե չգիտեք, շուտ ջան։ Նորմալ, բայց նորմալ մարդու ակտելու բան։ Նկարահանումների ամենաբարդ մասը հիմնականում տենց սցենարներն է, ես կասեի, իմ դերի սցենարները շատ են, ու այդքանի հիշում եմ, հետո մեկու մեջ խառնում եմ միամիտ, տենց մի քիչ երկար է տևում, բայց ընդհանուր նկարահանումները շատ հավես է անցնում, ու իմ դուրը շատ է գալիս։ Ես կնախընտրեի, որ բոլոր մնացած տեսարաններում իմ սցենարները մի տողանի լինեին, որովհետև ես ահա որ շատ սկսում եմ խնդալ, երբ որ ես իմ սցենարը պիտի ասեմ։ Բախտս բերել է, որ կինս շատ գեղեցկուհի է, հրաշալի անձնավորություն։ Ճիշտ է, կինոն կտնենք, որ վերևի հարգը չկա, բայց կարևորը կորպուսն է, որ շատ լավ պահպանված է։ Ես ինձ դուր է գալի, չգիտեմ, այդպես այն որ պետք է մարդ ճիշտ են ասում, էլի պետք է մարդ, բախտ ունենա։ Բախտ չէ, պետք է հարուստ հրի որ ամուսնանա, որ հարուստ ամուսնանում ես, կնիկդ սիրուն ալում, թե չէ որ աղքատ ես ամուսնանում, կնիկդ գեշ ալում, հետո հարստանում ես, սա փողը դնում ես կնկատ վրա, որ սիրուն ալա։ Բայց իմ այդ տարբերակն է։ Այս կինոն է տարբերակը, ճիշտ է ասում։ Ինչը վերաբերում է պրոդյուսերին, ասեմ, որ նախ առաջինը շատ լավ մարդ է, հաշվի առնում բոլորի կարծիքը, բոլորի ցանկությունները ու ամեն ինչ անում է, որ անձնակազմի համար լինի լավ ու կոմֆորտ։ Իսկ ինչը վերաբերում է ռեժիսորին, Շատյանին, ես Շատյանի հետ մի քանի անգամ եմ աշխատել, շատ լավ ռեժիսոր է, բացի այն, որ ռեժիսորը շատ լավ մարդ է, շատ լավ ընկեր է ու տեսարանների ժամանակ, նկարահանումների ժամանակ շատ հետաքրքիր է անցնում, որովհետև կա հումոր, կա ռելաքս վիճակ, մի խոսքով շատ լավ ենք աշխատում իրար հետ։ Սոսը ամենաաշխատասեր, ամենավիզ դնող, իր նպատակներին հասցող մարդկանցից մեկն է, որ ես ճանաչում եմ, դրա համար էլ իր այդ ընկերություն եմ անում, դրա համար էլ այսօր այս պրոյեկտում կամ ու շատ ուրախ եմ, երջանիկ եմ, որ մենք շատ շուտ բանից իրար գիտենք ու հիմա էլի իրար հետ աշխատում ենք։ Միանշանակ այս պրոյեկտում կարամ մի հատ լավ բան ասեմ, որ մարդիկ չեն գալիս այստեղ գումար աշխատելու, մարդիկ գալիս են այստեղ հավեսով աշխատելու։ Նո, սխալ բան եմ մի խոսա։ Իմ ներվերը տելու չէ, լոկաներս։ Մարդիկ իրապես գալիս են, ներվ ուտելով լիներ, ոչ մեկ չեր գա, ոչ մեկ ոչինչ չեր անի, բայց մարդիկ գալիս են նախ լավ միաբանված մի հատ կարևոր գաղափարի շուրջ, երկրորդ հերթին էլ գալիս են հավեսով աշխատելու։ Կոմեդի ժանրում թատրոնում շատ եմ ունեցել լավ տեսարաններ, լավ դերեր, բայց սերիալներում չեմ ունեցել, սա իմ առաջին, ինձ համար էլ էր էքսպերիմենտալ, ինձ համար էր կյանք։ Ինչ արամ։ Ասատրյան, չես ասա, երգը։ Առաջինը արամներ։ Շատյան խնդրում եմ մոնտաժ արամ։ Մենք կապ չունենք այս ամեն ինչի հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ ստեղծագործական անձնակազմին, ովքեր որ ստեղ են աշխատել Միացյալ Նահանգներում եւ ովքեր որ Հայաստանից են միացել մեզ, Հայաստանից միացել են մեզ մոնտաժի խումբը, շատ լավ մասնագետներ են, արդեն որորդ նախագիծն է, իրանց հետ աշխատում ենք ու իդեալական ամեն ինչ անցնում, ինչպես նաև Անի Մաղաքյանից շնորհակալություն այս բարդ ընթացքը, մինչև նկարահանումների բարդ ընթացքը մեր հետ անցկացնելու համար ու տենց լավ սցենար տալու համար,
իսկ այն ովքեր որ Միացյալ Նահանգներում են մեզ միացել, շնորհակալ եմ, որ դիմացել եք այս նկարների ընթացքում մեզ ու մի օր մի խնդիր չեք առաջացրել, որը որ լուծելի չի։ Ամեն ինչ արել եք դրա համար, որ անհնար լինի լուծելու սյոմկեն պրավալ գնա, բայց լավ է չի ստացվել ու շատ լավ է անցել նկարները։ Այ իմիջիայլոց հետևեք պրոյեկտին, այսինքն երևի թե հետևել եք արդեն ու գրեք որ կերպարն եք ավելի շատ սիրել ու եթե հնարավորություն ունենայիք դուք խաղայիք այս պրոյեկտում, որ կերպարը կուզենայիք մարմնավորել։ Ես կուզեմ ասեմ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր այս պրոյեկտում կան, բոլորի հետ ընկերացել եմ, ընտանիքի պես է ու այդ ամենակարևորն է իմ համար, որ պրոյեկտը ստացված լինի, հաջողված լինի, մարդիկ սիրեն, երբ որ դրա մեջ կա սեր, կա անկեղծություն, կա նվիրվածություն, կա մաքսիմում տալու ցանկություն։ Բայց լավ կինո է եղել, գնայեք, հուսով եմ կարձագանքեք, կկոմենտեք YouTube-ում, լայք կդնեք եւ կգնաք արտիշոպ։ Ալո։ Հա, Татьяна Ивановна, կներեք էլի։ Да, Татьяна Ивановна. Да, мы кино снимаем, да. Полнометражно, да. Для вас роль? Я не знаю, я пока у режиссера спрошу, да. Да, созвонимся, хорошо. Ես մեր տունն է ժողովուրդ, քրոջս հետ էս տան մեջ եմ ապրում։ Դուք գիտեք, որ մենք երկուսով ենք ապրում այս տան մեջ, բայց հիմա գնանք ցույց տամ քանի հոգի կա իմ տանը։ Զգուշ արի։ Խնդրեմ։ Այսքան մարդ կա իմ տան մեջ։ Ու ասեմ ավելին, այս աղջիկը ինչ գործ ունի իմ տանը։ Այդտեղից սկսենք մի հատ։ Ինչ կա իմ տանը։ Քուրս, ինչ կա մեր տանը այսքան մարդ։ Մի խոսքով, ցրվեք։ Պոմպուլիկ։ Ֆնտյաու։ Ես ինձ սա ուժ է տալիս։ Դա մի խոսքով մնացածի մասին հաջորդ դասին։ Հա, օքեյ։ Այսի պետք է չանեմ, հետո ասում Ադիկյանը։ Ես նաշակից զրուկել եմ գրում։ Գրի։ Ո՞վ խոսքերի մեջ ուշադրություն։ Կա։ Մեր ոտերերը մայքից հետո կասեմ կմտեք։ Մենք էլ հար, մենք էլ։ Հետո զրուկը մեջնա, ռեկա, հետո մեջնա, օքեյ։ Հաղացեք, գնացել է ուշքեր։ Ջուրտը մեկել է։ Ամենը ուշքեր։ Ո՞ւմ է ջուրը։ Բերում է միրում է։ Papi Jan, Afrik. Dog Jan, Ape hat. Afrik. It's a wrap, guys. Get up. Şatla başlatıcı. Şatla projekte. Afrik yerine Ինչ հաճելի է, ինչ հաճելի է։ Pasportı suya. Pasportı stına getir. Քեզ չենք շնորհավորում։ Հա ոչ, պատճառը ոչ մենք ելնում եմ։ Երեխեք։ Պատճառ ենք։ Afrik. Sosa նոմը դստա հացավ։ Հեսա սաղս բերեք հելեք կադրից թույք մնա։ Մտեք նենց, հելեք։ Գելեք։ Մնացիք, դավայցը, լավ մնացեք։ Մտեք նենց։ Արմանալի։ Սոս հələ չգաս։ Շարունակի ուտել։ Շատ թույն բան է, կստացի, ասեմ դա, ջենսի։ Կարող է ելեմ։ Մի քիչ հետ եկեք, եկեք։ Նոյումի։ Նեյան ապեք։ Ես եսան եկեք, եսան դրնի։
Չէ, կարող է ջրգել ես բանը։ Եկեք նստենք գախտոները դուրս գալ։ Սանտա Մոնիկա դժալ է։ Ունեցեք տաքսի։ Վեգաս։ Ուրախ հետ գա։ Բիզմիլլա։ Արա ամենալավը սրանք է, որ մնում է։ Всё